Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 2022 թվականին երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացման նպատակով։ Խորհրդարանական մակարդակում կողմերն ակտիվացրել են փոխայցերն ու կապերը, խթանելով միջխորհրդարանական համագործակցությունը։ Անցնող շաբաթ ազգային ժողով էր այցելել Հունգարիայի ազգային ժողովի փոխխոսնակ Իշտվան Յակաբի գլխավորած պատվիրակությունը, նախ հանդիպում ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ։ Խորհրդարանական համագործակցություն, տարածաշրջանային զարգացումներ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող խաղաղության գործընթաց ու Ադրբեջանում ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց վերադարձ հայրենիք։ Ազգային ժողովի փոխխոսնակը հունգարացի գործընկերների հետ քննարկել է այդ հարցերը։ Մենք աջակցում ենք Հայաստանին տարբեր ոլորտներում, պահպանելով տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղությունը, առաջ մղելով համագործակցության ցանկացած համաձայնագիր։ Անդրադարձ է կատարվել նաև Եվրամիության ինտեգրման գործընթացին եւ վիզաների ազատականացմանը։ Հունգարիան աջակցում է Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը եւ պատրաստ է օգնել կայուն տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղության հասնելու գործում։ Մենք աջակցում ենք Հայաստանին տարբեր միջազգային կազմակերպություններում եւ պատրաստ ենք օգնություն ցուցաբերել տարբեր տնտեսական ոլորտների զարգացման հարցում։ Պատվիրակությունը հանդիպել է նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալոմյանի հետ։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, դրանց թվում էին նաև Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող հարաբերություններն ու այդ ոլորտներում Հունգարիայի լավագույն փորձը։ Գյուղատնտեսության ոլորտին, սննդարդյունաբերությանն ու շրջակա միջավայրին վերաբերող հարցերը եւս դուրս չեն մնացել քննարկումից։ Համաձայնություն ձեռք բերվեց, որ մեր ոլորտային հանձնաժողովի եւ Հունգարիայի ազգային ժողովի հանձնաժողովի մեջ համագործակցություն սկսվի, որպեսզի մենք կարողանանք Եվրամիության լիարժեք անդամ արդեն 20 տարվա փորձ ունեցող պետության հետ հարաբերվել եւ մասնավորապես Եվրամիության ագրարային շուկաների պահանջները համապատասխանեցնենք մեր գյուղատնտեսական արտադրանքները։ Հունգարիայի ժամանած պատվիրակների հաջորդ հանդիպումը ազգային ժողովի Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամներ Մարիա Կարապետյանի, Միքայել Թոմասյանի եւ Գայանե Եղիազարյանի հետ էր։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին եւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծին։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանն ու Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցին։